Ես Լիանա Թեհմուրյանն եմ, սովորում եմ Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսում։ Փոքր ժամանակվանից հստակ իմացել եմ, որ պետք է բարձրագույն կրթություն ստանամ, ծնողներիս կողմից միշտ ունեցել եմ աջակցություն, սակայն համայնքում շատ էին քննադատում եւ հատկապես երբ որ 12-րդ դասարանում էի սովորում, շատ էին ասում, որ եզդի աղջիկը չի կարող կրթություն ստանալ, այն էլ լրագրող դառնալ, սակայն քանի որ ծնողներս իմ կողքին էին, ես կարողացա ընդունվել համալսարան եւ այժմ էլ սովորում եմ համալսարանում։ Դեռ 10 տարեկանից հետաքրքրված եմ քաղաքականությամբ եւ շատ եմ սիրում մի շարք ծրագրերի մասնակցել։ Մասնակցել եմ Արժե ամառային դպրոցին, ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի անդամ եմ եւ մի շարք այլ ծրագրերի նույնպես մասնակցել եմ։ Ուզում եմ եզդիական համայնքի խնդիրները լսելի դարձնել, քանի որ խնդիրները լուծվում են մեդիայի բարձրաձայնելու շնորհիվ։ Դրանց մասին իմանում են մեդիայի շնորհիվ եւ արդեն լուծվում է մեդիայի օգնությամբ։ Հոգեբանական տեսանկյունից մի փոքր բարդ է, քանի որ հատկապես ես շատ եմ քննադատության բախվում, բայց փորձում եմ դրան ուշադրություն չդարձնել։ Մեկ-մեկ չի ստացվում, ծանր եմ տանում, բայց հասկանում եմ, որ քննադատում են այն մարդկանց, ովքեր հաջողակ են։ Բոլորս էլ գիտենք, որ եզդիական համայնքում վաղ ամուսնությունների խնդիրը կա եւ ըստ դրան այնպես են դաստիարակում աղջիկներին, որպեսզի նրանք հետագայում դառնան ընտանիքի լավ մայրեր եւ կրթությունը հետին պլան է մղում, սակայն կարծում եմ, որ կինը կարողանա լավ մայր լինել, նրան առաջնահերթ անհրաժեշտ է կրթություն։ Ես միշտ ասում եմ, որ իմ ամենամեծ երազանքը այն է, որ կրթություն ստացող աղջիկները բացառություն չլինեն եւ իրենց մասին սկսեն քիչ արդեն ռեպորտաժներ, հարցազրույցներ նկարել, որովհետեւ ուզում եմ, որ դա դառնա սովորական երևույթ եւ բոլոր կանայք եզդիական համայնքում կրթություն ստանան։ Իմանալ իրենց իրավունքները, ծանոթանալ իրենց իրավունքներին եւ հասկանան, որ յուրաքանչյուր մարդ ունի իր իրավունքները ու ոչ ոք իրավունք չունի դրանք խախտելու եւ սրա լավագույն միջոցը կարող է դառնալ կրթությունը, քանի որ իրենց իրավունքների մասին կարողանում են խոսել եւ կարողանում են դրանք պաշտպանել ավելի շատ կրթված մարդիկ։